Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Քո արարքները հավիտենական կարևորություն ունեն։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք Աստծուց հայտնություն ենք ընդունում այն մասին, թե որքան շատ է Տեր Հիսուսը մեզ սիրում։ Սիրելի՛ բարեկամ, մի օր Տերը Բեթանիայում Սիմոնի տանն էր։ Այնտեղ մի կին մոտեցավ Նրան և շատ թանկարժեք յուղ լցրեց Նրա գլխին (տե՛ս Մատթեոս 26:7 խոսքը)։ Այդ կինն անսահման մեծ երախտագիտություն ու սեր էր տածում Տեր Հիսուսի հանդեպ։ Նա բառացիորեն իր սիրո արտահայտությունը այդ չափազանց արժեքավոր յուղը լցրեց Տեր Հիսուսի վրա։ Այնտեղ հավաքվածները և անգամ Տեր Հիսուսի աշակերտներն ապշած էին այդ արարքից։ Չէ՞ որ այդ յուղով կարելի էր օգնել աղքատներին կամ իրենց գանձապահին ավելի մեծ գումար տրամադրել ծախսերի համար։ Սակայն Տեր Հիսուսը պաշտպանեց այս կնոջը ներկաների կշտամբանքից։ Նրա համար այս կնոջ արածը սիրո մեծագույն դրսևորում էր։ Նա նույնիսկ ասաց, որ քանի դեռ Ավետարանը քարոզվում է այս աշխարհում, այն պատմվելու է ի հիշատակ հենց Իրեն՝ Տեր Հիսուսի։ Ավելի քան 2000 տարի է անցել այդ դեպքից։ Այս կինն, անշուշտ, երբեք էլ չէր կարող պատկերացնել, որ իր սիրո այդ դրսևորումը վերապատմվելու է եկող բազմաթիվ դարերի ընթացքում։ Շատ մեծանուն տղամարդկանց ու կանանց զորավոր արարքներ են մոռացվել պատմության ընթացքում, սակայն այդ կնոջ արածը Տեր Հիսուսի հանդեպ այսօր էլ պատմվում է ամբողջ աշխարհում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ մարդը բացահայտում է, թե որքան խորն է Տեր Հիսուսն իրեն սիրում, ապա միայն մեկ երազանք է ունենում՝ փոխադարձ սիրո զորավոր արարքներ գործել հանուն Նրա։ Որոշ մարդիկ կարող են կարծել, թե դա անելը ժամանակի և ջանքի ապարդյուն վատնում է, սակայն մենք պետք է հստակ գիտակցենք, թե որքան անգին են նման արարքներն Աստծու աչքերին։ Դա մեր երախտագիտության դրսևորման գինն է, որն անցնում է ժամանակի միջով և իր իրական արժեքը պահպանում նաև հավիտենության մեջ։ Այսօր հորդորում եմ քեզ հատուկ աղոթքով խնդրել Տեր Աստծուն, որպեսզի իմաստություն տա քեզ քո որևէ արարքով կամ նվիրատվությամբ աջակցելու ինչ-որ մեկին կամ Տեր Հիսուս Քրիստոսի առաքելությանը նվիրված որևէ ծառայության։ Հավատում եմ, որ քո արածը Տեր Հիսուսի աչքերին նույնքան պատվական է լինելու, որքան այն կնոջ օծումը։ Բաց չթողնես Նրա սիրուն քո երախտագիտության արարքով պատասխանելու այսօրվա հնարավորությունդ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։